Բարև ձեզ Վեստիեմի հարգելի հետևորդներ։ Քարոզարշավը դեռևս չի մեկնարկել, սակայն նախաքարոզարշավային իրավիճակը բավականին լարված է ներքաղաքական կյանքում, անհաշտություններ են ու մի շարք լարված իրավիճակներ։ Թեմայի վերաբերյալ այսօր զրուցելու ենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Աշոտյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Փոխադարձ։ Պարոն Աշոտյան, երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցածը ինչպես կարելի է որակել եւ ի վերջո այստեղ արդյոք քաղաքական էր իրավիճակը։ Հրավերամա շնորհակալ եմ առաջին անգամ եմ ձեր տաղավարում, անխափան եթեր եմ մաղթում։ Երեկվա միջադեպը հերթական խայտառակություններ, ամեն ինչ Նիկոլ Փաշինյանը դարձնում է իր քարոզարշավի մաս եւ ինչին կպրում է, նա փորձում է պղծել եւ երեկվա էլեկտիվություն էր առհասարակ այն փաստը, որ հոգեվոր ծառայության ժամանակ կարելի է թիկնապաներով բրբրթելով զորովից մտնել եւ խաթարել պատարակը եւ խանգարել իրական հավատացյալներին հաղորդակցվել ասո այդ խոսքի միջոցով նաեւ իհարկե ցավում եմ այն երիտասարդների համար ում այդ միջադեպի պատճառով այս պահին ձերբակալել են հուսով եմ որ խղճի վերջնական ճգնաժամի մեջ չեն այդ մարդիկ եւ չեն ազատազրկի երիտասարդ աշակերտ տարիքի մարդկանց երեք իդեպ նաեւ որպես նախկին կրթության նախարար պատրաստակամություն եմ հայտնել դատարանում եթե փաստաբանները գտնեն որ դա օգտակար կլինի նաեւ երաշխավոր լինել իրենց ազատության համար պետական մակարդակով տերոր է եւ Նիկոլ Փաշինյանը այդ terroristական խմբի Բեն Լադենն է այսպես ասած որովհետեւ այդ terror-ը բոլոր հարթություններում է հարկային terror-ից սկսած մինչև տեղեկատվական terror Հայաստանի դեմ այո հարուցված է հիբրիդային պատերազմ եւ այդ հիբրիդային պատերազմի հրձիգը եւ հիմնական terroristը դա Նիկոլ Փաշինյանն է մի տարբերությամբ եթե իսլամիստ terroristները մահապարտ են եւ սեփական կյանքի գնով են խլում ուրիշի կյանքեր կամ կյանքի իմաստներ Նիկոլ Փաշինյանը երբեք այդ քայլի չի գնա եւ պատրաստ է զոհաբերել ամեն ինչ եւ բոլորին հանուն իր աթոռին երեկվա դեպքում ես նաեւ աստվածաբանական խնդիր եմ տեսնում հարթություն որտեղ դա ակնհայտ սատանայական միջամտություն էր այդ հոգեվոր ծիսակարգի մեջ եւ նորմալ մարդը անգամ աթեիստը չեմ ասում էլ քրիստոնյա մարդ, անգամ աթեիստ դաստիարակություն ստացած մարդ իրեն թույլ չէր տա առասարակ նման բան։ Եվ Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքում, այնտեղ որտեղ ինքը ամենաթույլն է, մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի դիրքերը շատ թույլ են եւ ինքը դրանով համոզվում է ամեն օր, երբ որ դուրս է գալիս փողոց, մետրոյի միջադեպ, չսարքած քաղաքացիների հետ կարճ զրույցները, եկեղեցու դեպքը ամեն ինչ վկայում է այն մասին, որ Նիկոլը չունի Երևանում առնվազն եւ մի քիչ ավելի պակաս գուցե նաեւ մարզերում չունի հանրային աջակցություն եւ դարձել է ատելության թիրախ եւ այդ ամենը արդար է, որովհետեւ սեփական իր սխալների, իր մեղքերի, իր հանցագործությունների պատճառով է որ մարդիկ իրեն չեն սիրում, հին անեկդոտին եթե ավելի արդիականացնենք պետք է ասենք բան դու ոչինչ չարեցիր քեզ ասի Նիկոլ Փաշինյանը այս վիճակն է արդեն Մեր քաղաքական կյանքում ընտրություններից առաջ միշտ էլ իրավիճակը բավականին լարված է բայց դա ավելի շատ հատուկ է ինչ այս քարոզարշավի ընթացքում ինչ ընտրությունները 1-2 շաբաթ ամենաշատը հիմա գրեթե ամենօրյա ռեժիմով է եւ չգիտես ինչու այդ բոլոր լարված իրավիճակներն իշխանության շուրջ են Տեսեք մենք ապրում ենք ոչ ստանդարտ, ոչ ներվի ինձ այս համարձակությունը, ոչ նորմալ, աննորմալ միջավայրում եւ ընտրությունները դրա պատճառը չեն։ Մենք 21 թվականից հետո ենք, ավելի ճիշտ 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո ենք ապրում այս աննորմալ մղձավանջի մեջ եւ անգամ քաղաքական գործընթացները համանadrության պայմանավորված այս կամ այն քաղաքական ակտեր, օրինակ ընտրությունները գալիք դրանք նորմալ քաղաքական սովորական երևույթներ չեն այլևս եւ ես համաձայն չեմ որ ինչ ասացիք նախընտրական նախընտրական այդ շրջանում դա չէ մենք այս մղձավանջի մեջ ապրում ենք ամեն օր անգամ անցյալ տարի նախանցյալ տարի եւ Նիկոլ Փաշինյանը ձեռագիրը իր նույնն է սադրանքներ մանիպուլյացիաներ չարություն կեղծիք զորբայություն պարզապես հիմա
կյանքի ու մահվան կռիվ է տալիս քաղաքական իմաստով, որովհետև շատ լավ գիտի, որ պահից նա զրկվեց իշխանությունից Հայաստանում, այդ պահից սկսած իր դեմ բազմաթիվ քրեական գործեր են լինելու, վստահ եմ նաև պետական դավաճանության մեղադրանքով, նաև ապօրինի այլ բազմաթիվ հակասահմանադրական որոշումների եւ քայլերի հետ կապված։ Այսինքն մի զարմացեք, որ ընտրություններին դեռ 2 ամիս կա, բայց արդեն իրավիճակը թեժ է, որտեղ իրավիճակը թեժ է առանց ընտրությունների էլ, էլի։ Ընտրությունները ընդհանրապես առիթ են այդ բևեռացումը, որը ստեղծվել է 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո, էլ ավելի, այսպես ասած, ցայտուն ու տեսանելի դարձնել։ Այն ուրախ ավտոբուս կոչվածը, որ շրջում է Հայաստանի Հանրապետության դեռևս մնացած տարածքներով, իրականում քաղաքական աղբատար է։ Այնտեղ որ գուցե փոխադրամիջոցը ավտոբուս է, քաղաքական աղբատար է, այսինքն այն աղբը քաղաքական, որ հավաքվել է քաղաքական դաշտում, դրա ճնշող մեծամասնությունը ՔՊ-յա մերձ եւ ՔՊ-ական գործիչներ են, որոնք այս ընթացքում վաճառել ու վաճառում են ամեն ինչ մեր հաշվին, հայ ժողովրդի հաշվին, այդ քաղաքական աղբատարը բնականաբար որտեղ որ գնա պետք է գարշահոտություն տարածի, որովհետև դա էկոլոգիապես մաքուր աղբ էլ չէ, դա շատ կեղտոտ տոքսիկ աղբ է, որը որ պղտորել է մեր կյանքը 18 թվականից հետո, 20 թվականից հետո, թունավորել է հայ ժողովրդի անցյալը ներկան եւ հիմա փորձում է թաթը այդ կեղտոտ իրենց թաթը դնել նաև հայ ժողովրդի ապագայի վրա։ Սա է գոյաբանական կռվի իմաստը։ Տեսեք, շատ հետաքրքիր է, բայց իրենք ասում են, որ իրենց քարոզարշավ կոչված, որը դեռևս չի մեկնարկել, բայց շատ իդեալական է անցնում, քաղաքացիներն իրենց շատ լավ են ընդունում։ Մենք տեսնում ենք հանդիմանություն մետրոյում արցախցի կնոջ կողմից ու շատ նյարդային պահվածքի դրան պատասխան, նաև տեսնում ենք, չգիտեմ, Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպը, քաղաքացիներն արդեն նույնիսկ հայոյանքով են արձագանքում։ Սա ինչ-որ բալանսի է բերում եւ արդյոք քաղաքացիների կողմից էս վրդովմունքը արդարացի։ Տեսեք, քաղաքացիների կողմից վրդովմունքը ոչ միայն արդարացի է, այլ նաև վստահ եմ դեռ ամբողջ ծավալի մեջ չէ, որովհետեւ այն ինչ որ իրենք արել են այդ նույն քաղաքացիների հետ, ազգային արժանապատվությունից միջև մահեր, սոցիալական խնդիրներից միջև ստորացում սեփական երկրում, Նիկոլի ռեժիմը դարձել է աշխարհում երևի ամենաարմենաֆոբ հայատյաց ռեժիմներից մեկ առաջ, այդպիսի ռեժիմներ են համարվում միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունները։ Հիմա Հայաստանում վտանգավոր է հայ լինել։ Այսինքն Արցախի հանրապետություն ասելու համար Նիկոլ Փաշինյան կարող է հիմնավորել սեփական տերորը, օրինակ, որ գիտեք, ասում եք Արցախի հանրապետություն պատերազմ կլինի։ Չկա աշխարհում այլ ղեկավար, որը սպառնում է սեփական ժողովրդին պատերազմով, եթե հանկարծ ինքը չմնա իշխանության, այսինքն սա աննորմալ բան է, առհասարակ աննորմալ է ամեն ինչ, որ նոյեմբերի 9-ից հետո այդ մարդը դեռևս ոչ միայն մնացել է իշխանության, այլ կարճել է այդ իշխանությունից, աննորմալ է, որ ժողովուրդը եւ ընդդիմադիր ուժերը, չեմ ուզում ժողովրդի վրա թողեն, չեն կարողացել արդեն 6 տարի է լուծել Նիկոլին իշխանազրկելու հարցը։ Ամեն ինչ մեր երկրում աննորմալ է, մարտը որ դարձել է 5000 երիտասարդների մահվան պատճառ, այսօր հոխորտում է նոր հնարավոր զոհերից։ Եվ այս ամենի դուք ինչ ասացիք, որ իրանք ասում են, որ ամեն ինչ լավ է, իրանք այդպես է շարունակելու են սրտիկներ, այսպես ասած, բաժանել, կաֆեներից նկարներ անել, ինչ-որ դանսինգով զբաղվել, իրանք փորձում են ստեղծել այլընտրանքային իրականություն, այն Բաղդադում ամեն ինչ հանգիստ է, դա իրանք ասում են ամեն խաղաղություն է ու հետո ֆորում ասում է, եթե ես չմնամ խաղաղություն չի լինելու։ Դա ինչ խաղաղություն է, որ կախված է մի մարդուց, արի մոռանանք այդ մարդով, եկեք մոռանանք։ Եթե խաղաղությունը ենթադրում է կայունություն, խաղաղությունը ենթադրում է ինստիտուտներ, խաղաղությունը ենթադրում է իրավապայմանագրային բազա, խաղաղությունը ենթադրում է վերահսկողություն, խաղաղությունը էլի փռշտոց չի, ասես առողջություն անցնի առաջ, խաղաղությունն է ինքը իր բոլոր խորքային նախատրամադրող գործոններով, խնդիրներով, վերահսկող մեխանիզմներով, դա էվոլյուցիայով եւ այլն։ Իսկ այստեղ ինչ խաղաղություն է, այսինքն մարդը այնքան էշի տեղ է դրել սեփական ժողովրդին, ներեք ինձ այս համարձակությունը, որ մի կողմից ասում է խաղաղություն է, մյուս կողմից ասում է ես չլինեմ, պատերազմ կլինի։
Կան այդ ինչ խաղաղություն է, որ կախված է մի մարդոց։ 3 քաղաքական ուժեր, որ եթե իրենք եկան, կբացեն Արցախի թեման եւ կբացեն պատերազմի դուռը։ Արցախի թեման փակ չի, Արցախի թեման կապ չունի պատերազմի հետ։ Արցախի թեման Նիկոլը փակել է իր քաղաքական օրակարգում, արդեն 4 տարի է, բայց այս 4 տարվա մեջ մենք ունեցանք եւս 2 պատերազմ բացի 44-ից, այդպես չի։ Ինքը գնաց ասեց, որ մենք պետք է իջեցնենք նշաձողը Արցախի հարցում, դրանից հետո եղան ջերմուկի դեպքերը։ Կան ինքն իրեն հակասումայտումը հիմարի տեղ դրել։ Կան հասկացանք մարդկանց գլուխը խառնա, ինքն էլ են Դե չէ, եթե պատերազմի դուռը չբացեն, հետո եղավ 23 թվականի, դե ակնհայտ է, չէ, որ այդ ամեն ինչը կեղծիք է, ակնհայտ է, որ համաշխարհային պատմության մեջ այդպիսի օրինակ չկա, որտեղ նման կոնֆլիկտների պարագայում կողմերից որևէ մեկը ունենա մի ղեկավար, որ ասի, գիտեք, եկեք այն հին հունական դիցաբանության մեջ մի բան, ու հայկական էլ կան այդ լեգենդները, այն որ գյուղի աղբյուրի գլխին դև է գալիս նստում, ու ասում է, որ ես ձեր վրա չհարձակվեմ, դուք ամեն տարի ձեր գյուղի 10 սիրուն աղջիկներ եւ 10 ուժեղ տղեկ ուղարկեք, որ ես ուտեմ։ Ու այդ գյուղը համաձայնվում է, ու ամեն անգամ իր լավագույն 10 տղեկին ու ամենալավը 10 աղջիկներին ուղարկում է զոհաբերության։ Դա խաղաղություն է։ Այդ խաղաղություն։ Այդ նույն օրինակն է Ալիևը Նիկոլ Փաշինյանի կողմից բացված դարպասներից օգտվել է, եկել նստել է մեր պետականության աղբյուրի գլխին եւ նորանոր զոհեր է պահանջում։ Եվ դա խաղաղություն չի, դա խաբեություն է։ Ես ասել եմ, ուզում եմ կրկնեմ, որ Նիկոլ Փաշինյանի այդ ծուռ մատերով ցույց տված սրտիկի հետևում երևում է Ալիևի բեղերը, եւ սա ակնհայտ է, որ սա բացարձակ խաղաղություն չի։ Տարօրինակ չի նաեւ միջազգայինների պահվածքը, գիտեք, իրանք չի պետք է մեզանից ավելի թասիբով լինեն։ 1, 2, 3 տեսել են, որ Նիկոլը խոսում է, ժողովուրդը իրան չի պատժում, Նիկոլի խոսույթը իրեն ձեռք է տալիս, հա։ Եվ աջակցությունը չեն թաքցնում։ Չեն էլ թաքցնելու, որովհետև իրանց ձեռք է տալիս։ Ինձ ուղիղ տեքստով Բրյուսելում ասում են, որ մեզ մի մեղադրիր, որովհետև այս մենք նույն մարդիկ ենք, ինչ 5, 7, 10 տարի առաջ սատարում ենք հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որ Ղարաբաղիում տեղի ունեցած հայաթափումը որակել ենք որպես էթնիկ զտումներ, որ կոչ ենք անում հետաքննել պատերազմները եւ պատժել ագրեսորին։ Մենք նույն մարդիկ ենք։ Ձեր ղեկավարը դա չի ուզում։ Եվ եթե ձեր ղեկավարը դա չի ուզում, մեզ մնում է օգտվել առիթից եւ անել են ինչ որ մեր շահերից է բխում եւ իրան շահերից բխում այո այսպեսի բան։ Այն ինչ որ իրանք անում են Հայաստանի հանդեպ, դրա 5, այսինքն վերախուսելով ազգային պարտությունը եւ նսեմացումը, դրա 1% անգամ Ուկրաինայի հանդեպ չեն անի։ Եթե Հայաստանի դա պատճառը կար, Նիկոլ Փաշինյանը նախորդ կառավարության նիստում լրագրողների հետ զրույցում հստակ ասաց, եթե ես գնամ այդ սադրանքին եւ ասեմ, որ Արցախում եղել է էթնիկ զտում, Ադրբեջանն էլ նման մի բան կհայտարարի, կբերի դա կոնֆլիկտի եւ պատերազմական իրավիճակ։ Այդ արտահայտությունը բազմածալք քրիկայություն է, որովհետեւ առաջինը էթնիկ զտումը փաստ է։ Դա փաստի ուժով իրականություն է։ Եվ դա Նիկոլի ասել չասելուց չի կախված, դա եղել է թե չէ։ Երկրորդը, երբ որ դու ասես, գիտես ինչ, մարդասպան, ես չեմ խոսա քո վերջին մարդասպանության մասին, որովհետև կարող ենք ֆրասի դե դու էլ ես մարմնասպան, դա խրախուսել հանցագործներին։ Նիկոլ Փաշինյանի խոսույթի մեջ դա խրախուսում է հայասպանությունը։ Երրորդը նա այնքան ապաստորեն ապիկար եւ անուշ, որ ասում է, որ գիտեք, եթե ես ճիշտը ասեմ, բայց Ալիևը պատասխանի ստով, ես այդ ստի դեմը չեմ կարող առնեմ։ Եթե մենք ասենք, որ եղել է էթնիկ զտում եւ Ալիևը ֆրասի չէ, դուք եք էթնիկ զտում անել, մենք դրա դեմը չենք կարող առնել, չկան փաստեր։ Չկա իրավական հիմնավորում մեր տեսակետի, բազմաթիվ են եւ դատարկություն ադրբեջանական տեսակետում, այսինքն դա սուտ է, չէ։ Հիմա ես ձեզ ասեմ, դուք ինձ ֆարակ ասեք ճաղատ եք, ես ասեմ ճաղատը դուք եք, դա նշանակում է երկուս էլ ճաղատ ենք։ Կան զոր փաստեր, չէ, կներեք sense ժողովրդական լեզվով, կան տեսանելի բաներ։ Դուք ինձ կարող եք ասել ճաղատ, ես ձեզ չեմ կարող, որովհետև դուք այդպեսին չեք, կներեք այդ body shaming-ի, այսպես ասած, լեզվաբանության համար։ Բայց դա փաստ է, չէ, մարդիկ նայում են, որ ես անմազ եմ, իսկ դուք գեղեցիկ մազված ասկույթով։ Այսինքն կապ չունի մենք իրար ինչ ենք ասելու, տակա կա իրականություն։ Նույնը այս պարագայում է։
Հանրություն, մենք ունենք դա, որից պատրաստ ենք հրաժարվել, Մենք այսինքն պատրաստ չենք, Նիկոլն ա ուզում դա եւ հրաժարվել։ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվել։ Դա էլ հաջորդ սրիկայություն, այսինքն դա նշանակում է, սրիկայությունը գիտեք։ Իրավական տեսանկյունից, եթե հրաժարվում ենք, նշանակումը չի եղել։ Իրավական տեսակետից, եթե չենք հասնում նրան, որ այդ խնդիրը մնա, այդ հարցերը մնան մեր օրակարգում, ոչ մի խաղաղության տեսեք, այստեղ էլ խափում էլի ինքը։ Ոչ մի խաղաղության կամ բարիշացնելու կամ բանի համերաշխության գործընթաց նախկին կոնֆլիկտային կողմերի միջև չի գնում անցյալը մոռանալու գնով։ Օրինակ, Յուգոսլավիայում, Հարավսլավիայում, նման process-ներ տարբեր ազգամիջյան հարցերով եղել են խորվատներ, սերբեր, մուսուլմաններ, ալբանացիք, սերբեր եւ այլն։ Ոչ մի տեղ ծածկադմփոս չի արվել պատերազմի ժամանակ մարդկության դեմ գործած ոճիրների թեման, ոչ մի տեղ։ Եվ անկախ նրանից, որ 96 թվականին օրինակ Դեյտոնյան համաձայնագրերով Բոսնիայի հասն են կարգավորել կամ հետո այլ իրավական բազաներ են ստեղծել, հա, այդ գործընթացի համար, ոչ մի դեպքում չեն ասել, գիտեք, Հաագայի դատարանը փակեք, ով ինչ արել է, ներվում է։ Եվ պատժում են, իհարկե գեոպոլիտիկ առումով ավելի շատ սերբերին են պատժում, բայց այդ նույն միջազգային դատարանը Հարավսլավիայի գործերով պատժել է նաև խորվատ գեներալներին, որոնք իրականացրել են էթնիկ զտումներ կամ սպանություններ, պատժել է նաև ալբանացի ներկայացուցիչներին, որոնք ռազմական հանցագործություններ են թույլ տվել։ Էդ էլ է սուտ ասում ախր։ Ախր ինքը ոչ մի խաղ, ոչ մի կանոն, միջևեր չի պահում։ Իրան հարցրենք, ենթադրենք, Նիկոլ, որ խաղով ես ուզում մենք խաղանք այս խաղը, շախմատ, օքեյ, սկսենք շախմատ, հենց տենում է կրվում է, ինքը շախմատից անցնում է Չապաևի, հենց տենում է Չապաևն է կրվում, անցնում է Դուրակի, հենց տենում է Դուրակին, ինքը ոչ միտեղ միջևեր չի կարա, անգամ իր վերսիայով, դիցուկ ինքը ճիշտ է։ Եթե դիցուկ ինքը ճիշտ է, անգամ իր այս կոնցեպտի մեջ ինքը սուտ է, սխալ է։ Դե ես ձեզ բերեցի Հարավսլավիայի օրինակ, ամենավերջի ամենաթարմ օրինակներից մեկը։ Տեսակետները շատ հնացած են գուցե։ Ես նախկին նախագահ չեմ, ես իր տարեկիցն եմ, ես իմ նախագահի քաղաքական դպրոցի ու ձեռագրի կրողն եմ, բայց հինը ինքն է։ Ինքը հինը, ինքը անմրցունակ է։ Ինքն մարդ, որը ալամ աշխարհի դեմը դարել է պացան, հա, կները գեոպոլիտիկ բոմժ պացան, մեզ ասում է մենք ենք հին, դու մրցունակ չես։ Դու սկի քո անգլերեն չի, քո ռուսերեն չի, քո հայերենն էլ հայերեն չի։ Ճկունությունը նկատի ունի։ Ինքը աներես է, ինքը ունի մի հսկայական առավելություն բոլորիս նկատմամբ, նա աբսոլյուտ աներես է, աբսոլյուտ բարոյական կանոնները խախտող քաղաքականության մեջ, նա բացարձակ չարի հասկանում եք։ Դու կարող ես կռիվ տալ, վիճել, մարտնչել, հակառակվել քո մրցակցի թշնամու հետ, հասկանալով, որ նա որոշակի խաղի կանոն է պահում, հա։ Նիկոլ Փաշինյանը որևէ խաղի կանոն չի պահում, որովհետև որևէ խաղում նա հաղթել չի կարող մինչև վերջ։ Եվ այնտեղ ամենավերջի պայն, որտեղ տենում է, որ մեկը պարտվում է, ինքը գործի է դնում իր ռեպրեսիվ մեխանիզմը։ Օրինակ, գնացել եք եկեղեցի, միջադեպ հրահրեց, այդ ամեն ինչի մասին արդեն խոսեցինք, հետո տեսավ, որ տակ է մնացել կոպիտ ասած, ու բանի էլի մարդկային նենգության աստիճանը, այդտեղ ասում է, հետո դուս են գալի այդ երեխեքին բռնում են։ Հասկանում ես դու դա ինչ է։ Դա նորմալ Երևանում չէ, ցանկացած հայկական բնակավայրում դա տղամարդու անվայել պահվածք է, ոչ վայել է այդ տղամարդու, այդ պահվածքը տղամարդուն վայել չի։ Նույնիսկ չգրված օրենքներով վայել չի, էլի հասկանում եք։ Ինքը այդ տեսակետից ունի մեծ մրցակցային առավելություն։ Նա պատրաստ է ամեն ինչի եւ չունի որևէ կարմիր գիծ, չունի սահման, բոլորը դա արդեն տեսնում են։ Վերադառնանք իր կեղծ կոնցեպտին, հա։ Ինքը ինչ ասում է, անգամ այդտեղ ստում է, նորից կրկնեմ, այդ որ ասեց, որ ես չեմ ասում, որ ինքն էլ չասի, ես իմ ու ձեր օրինակը բերեցի, որ մարդիկ հասկանան, որ դա այդպես չի։ Երբ որ ասում է, որ բանը հայցերը հետ են քաշում, որովհետև խաղաղություն է, սուտ է, որովհետև անգամ խաղաղության գործընթացների պարագայում մարդկության դեմ գործած ոճիրները պատժվում են, եւ դա միջազգային իրավունքի ֆունդամենտալ արժեք է, որ դրանք չեն ներվում, դրանք չունեն վաղեմության ժամկետ, հասկանում եք։ Անգամ էստեղ է ինքը ստում։ Երբ որ ասում է
Արցախի հայության խնդիրները պետք է մոռանալ, ինքը այդտեղ մեծ սրիկայից, այսինքն ինքը առաջարկում է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դառնա մեղսագործ Ալիևի գործած ռազմական հանցագործությանից, դա ռազմական հանցագործություն էր։ Պայմաններն Ադրբեջանը մի քանիսն է ձևակերպում, մոռանում ենք Արցախ վերադարձի մասին, փակում ենք Արցախ թեման, սահմանադրությունն ենք Դուք դա փոխում, ճիշտ ձևակերպեցիք եւ առաջին 3000 ադրբեջանցի է վերադառնում։ Տեսեք, ձեր այս ամբողջ նախադասության մեջ ամենակարևոր առաջի բառերը առաջի երկուսն էին։ Ադրբեջանը պահանջները ձևակերպում առաջի երեքը։ Մնացածը կապ չունի, փաստը ինքնին, որ դուք եք դա փաստում, ինքն էլ է, չէ՞ դրան, ասենք պահանջները ձևակերպում։ Նախագահան հարցազրույց է տալիս, հստակ ասում է։ Բա մեզ ասում են Վաշինգտոնյան հանդիպումից հետո չաշկա լոշկա շոկոլադնի отношения мир дружба фестиваль жвачка։ Վաշինգտոնյան հանդիպումից հետո Ադրբեջանի Այդ եմ ես ձեզ նախագահը ասում, այսինքն անգամ այդ Վաշինգտոնյան հանդիպումը կեղծ է, չէ՞։ Այդ նկատի ունեմ իր արժեքով։ Այսինքն այդ հանդիպումով չպետք է սաղ բրծներ։ Վաշինգտոնն ասում է մենք պատրաստ ենք գնալ կողմերին լսել, խաղաղության պայմանագիր։ Իսկ այս կողմը, այսպես Նիկոլ Փաշինյանն ասում է, Հայաստանի ներկայացնող կողմը օգտվում է միջազգային մեխանիզմներից։ Անկամ իր իսկ նախընտրած ենթադրենք։ Տվել ենք, եթե իրենք չլինեն, թրիփել չի լինելու։ Դե թրիփել խաղաղություն չի լինելու, ինչ լինելու եւ այլն։ Այսինքն տարածվենք շատ լոկալ հարցերի մասին խոսեցինք, բնական է ժամանակը չի ներելու դա դիտարկել տարածաշրջանային կոնտեքստի մեջ, բայց կա նաեւ տարածաշրջանային չէ կոնտեքստ էս ամեն ինչի։ Եվ վերադառնալով այն բուն հարցին, Նիկոլը վատ մարդ է, Նիկոլը վատ հայ է, Նիկոլը վատ քրիստոնյա է, եթե առասարակ այդ բառի նկատմամբ կիրառելի է, եւ Նիկոլը հայտարարակ վարչապետ է։ Սա փաստ է, սա փաստա կյանքի ուժով էլի, այսինքն պետք չի լինել քաղաքական թիմի անդամ, Սերժ Սարգսյանի տեղակալ կամ եսիմ Ռոբերտ Քոչյանի թիմակից կամ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակից կամ Սամվել Կարապետյանի թիմի անդամ հասկանալու համար սա ինչ է։ Սա բացարձակ չարիք է։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր դեռ խորքում իրոք հավանում են Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, ես մի հարց եմ ուզում տալ։ Ես իրեն շատ եմ սիրում, իմ բոլոր հայրենակիցներին։ Հայության ուժով։ Բայց այդ հարցը պետք է տամ։ Եթե Նիկոլ այդքան լավն է, դուք կուզեք ձեր տղեն իր նման լինի։ Դուք կուզեք ձեր աղջկա ամուսինը այտենց լինի։ Դուք կուզեք ձեր թոռը այտենց մեծանա։ Դուք կուզեք, եթե ինքը այտենց լավն է, եթե իրան հավանում եք, բա այդ օրինակով դաստիարակեք ձեր երեխեքին, թող դառնան իր նման անբարոյական, ստախոս, որևէ արժեհամակարգ չգնահատող, հակաեկեղեցական, բա դաստիարակեք ձեր երեխեքին այտենց։ Այտենց դաստիարակեք ձեր ծնողներին, կնունքներին, հարսանիքներին այտենց կենացներ խմեք, ոչ թե այսպես ասած ճշտից բխող արժեհամակարգային ճոռոմաբանություններ, երեք ասեք, այ ես ուզում եմ, որ այս պուճուր մեր Նարեկը, որին այսօր կնքել ենք, Քավոր ջան, այտենց քո քավորությամբ դառնա Նիկոլի նման։ Ինձ մի հատ այդպես վիդեո ցույց տվեք, էլի, որտեղ Նիկոլի որևէ աջակից իր ընտանեկան քեֆում կենացա խմում, ասում ուզում եմ, որ իմ թոռը, իմ բալիկը, իմ երեխեն, ես իմ աղջիկը այտենց ամուսին ունենան կամ այտենց դառնան։ Լուրջ։ Եթե դուք ձեր տուն այտենց բան չեք ուզում, բա Հայաստանին եք այտենց բան մաղթում։ Եթե դուք ձեր տուն այտենց բան մարդ չեք տանի, մեր էսելա չէ մեր տունը, բոլորիս տունը, մեծ տունը։ Տունը չի պրծնում, չէ՞ դռան այդ shame over, սա դուրը փագեցի բանալին, փագեցի սեմ տունը, չէ՞ տունը ավելի մեծ է, տունը Հայաստանն է։ Եթե դուք ձեր օջախ չեք ուզում այդ տաղուն տանեք, եք փաթաթում երկրի վզին հերթական անգամ։ Պարոն Շուտյան, տեսեք կոնցեպտը հետևյալն է, եթե մենք չլինենք, չի լինի խաղաղություն, իսկ եթե իրենք լինեն, ինչ կլինի։ Սա խաղաղություն չի։ Եթե իրենք լինեն, խաղաղություն չի լինելու, սա ակնհայտ է։ Ես դեմ բրենդավորել եմ, դա խաբեություն է։ Ինչ սպասի քաղաքացին։ Եթե հերթական անգամ իշխանության գնի Նիկոլ Փաշինյանը։ Դա ինչ պետք է սպասի, ինչքան կարելի է նույն բան անել ու սպասել այլ արդյունք։ Գիտության մեջ դա հիմարության բանն է, բնորոշումներից մեկն է, գիտեք, երբ որ ամեն անգամ նույն բանն անում ես ու սպասում ես այլ արդյունք, դա հիմարության բնորոշումներից մեկն է։ Ինքն ոնց մենք այս 5 տարի չենք տեսել, ինքը ինչա կարում անի, կարում դատի մաստով։
Մենք տեսել ենք, չէ՞, ինքը ինչա կար, ինչի ունակ վատին բատ ենթատեքստով։ Կան սպասելիքը որը պետք է լինի, որ ինքը դառնա իրականում 26 թվականի այս process-ների արդյունքում Ալիևի հատուկ ներկայացուցիչը Հայաստանում ինքը դա այդ քարոզարշավն է, չէ՞ տանում։ Ինքը տանում է այդ քարոզարշավը, հակա ինքնիշխանական, հակա հայկական, հակա հայաստանյան քարոզարշավ է տանում։ Ու մի բան պետք է խոստովանել։ Այդ իմաստով ազնիվ է։ Եթե 21 թվականի ընտրություններին ասում էր ես Հադրութ ու Շուշի եմ, դե օկուպացնելու Արցախի հարցը պետք է լուծվի, ես իմ սկզբունքներով եմ, ազնիվ է։ Լեկտիության աստիճանի ազնիվ է, որ ոչ մենք հետո եթե նա անկարծ Աստված մի արաստ մնաց վարչապետ, ոչ մեկ չֆռասի, արա ուրիշ բան է իր խոստանում, ուրիշ բան է սանում։ 21-ից 26 թիվ անդիմության խոսույթի մի մասը դա է, չէ՞, նաև իմպիչմենտի հիմքում, որ դու ուրիշ բան ես խոստացել, քո կառավարության ծրագրում ուրիշ բան է գրած, դա այլ բան է սանում։ Բայց ինքը ասում է, եթե համաձայն չեք այն քաղաքականության հետ, որ ես անում եմ, կարող եք հեղափոխություն անել։ Դե դա էլ է լեկտիություն, որովհետև առաջինը, հա, եթե ինքը ասում է հեղափոխություն կարականակ, այդ ինչու է այդ դեպքում ցանկացած օպոնենտի, ով որ մի քիչ ավելի ջղայն է խոսում, ով որ մի քիչ ավելի անզգուշ է խոսում, բայց հաստատ բռնության կոչ չի անում, այդ մարդկանց խի է նստացնում։ Սրբազանը խի է նստած սահմանափակումների տակ Միքայել Սրբազանը։ Բագրատ Սրբազանը խի է սահմանափակում նստած միջև հիմա։ Վազգեն Սաղաթելյանը խի է նստած միջև հիմա։ Վահագն Չախոլիկ մարդ տասնյակ բոլորին ազատություն են մաղթում, որպես այդ ճանապարհը, որ քաղբանտարկյալության անցած մարդ 2.5 տարի, գրեթե 2.5 տարի, ես բոլորին այդ ազատությունը մաղթում եմ։ Բայց եթե ինքը ասում է Ժողովուրդ ջան, կարա կանեք հեղափոխություն չանող, բայց մի քիչ ավելի շատ էմոցիայով մի բան խոսացող մարդկանց խի է տանում նստածում, այդ աշակերտներին խի է երեք նստած ազատազրկե։ Պարոն ինչ պիտի իմանա ընտրության գնացող քաղաքացին այս քաղաքական ուժի մասին։ Ընտրության գնացող քաղաքացին պետք է նախ եւ առաջ գնա ընտրության։ Այսինքն գնացողը հույս է, իսկ գնալը փաստ է։ Ես ուզում եմ մենք ունենանք շատ բարձր մասնակցություն այս ընտրություններին։ Դա կարևոր է։ Դա չի նշանակում։ Ինչով է կարևոր, խնդրում եմ։ Նախ եւ առաջ եկեք մեր ճակատագիրը որոշենք բոլորս միասին։ Ինչքան շատ մարդ գնա այդ որոշմանը, այնքան այդ որոշումը տեսականորեն անկախ թե ինչպեսին կլինի, կարա դիտվի որպես այո, այտենց որոշեց ժողովուրդը։ Երկրորդը ակնհայտ է, որ ինչքան բարձրամասնակցություն է, այնքան Նիկոլի վարչական ռեսուրսի եւ քարոզչամեքենայի արդյունքում գոյացած ձայների տեսակարար կշիռը իջնելու է։ Եվ սա նույնպես շատ կարևոր է։ Եվ երրորդը, եթե մենք մեր ապագան պատկերացնում ենք մեր երկրում, ապա պետք է այդ ապագայի որոշման մեջ ունենանք դերակատարություն։ Չգնացող ընտրություններին, այս գալիք ընտրություններին չգնացող մարդիկ պոտենցիալ արտագաղթողներ են։ Պարոն Աշոտյան, եւ ինչ որոշում ունի ընտրություններին մասնակցելու։ Վաղը չմիսօրը կլինի մեր գործադիր մարմնի նիստը կուսակցության, իսկ շաբաթ օրը կլինի համագումար, մի քիչ խնդրում եմ զինվեք համբերությամբ, մենք շատ համակողմանի, բազմակողմանի քննարկում ենք այս հարցը, առաջնորդվելու ենք ոչ թե կուսակցության լոկալ շահերով, այլ փորձելու ենք այնպիսի որոշում կայացնել, որը ըստ մեզ լավագույնս կարող է նպաստել Նիկոլի իշխանազրկմանը։ Համագործակցության եզրեր ընդդիմադիր ուժերի հետ տեսնում։ Բոլոր այն առողջ ուժերի հետ, որոնք կիսում են մեզ հետ նույն պատկերացումները Հայաստանի անցյալի, ներկայի եւ ապագայի մասին, այո, մենք տեսնում ենք եւ անցել ենք այս տարիներին այդպիսի ճանապարհ։ Մենք այնտեղ պայքարի ընկերներ ունենք։ Շատ են քննարկվում Գյումրի երկու սցենարը։ Եթե նման սցենար լինի, կմիանանք ընդդիմադիր ուժերը։ Ես եկեք հիմա դուրս մնամ զուտ այդ տեխնիկական ձևակերպած հարցի պատասխանին։ Գյումրու երկու սցենարի մեջ թե պետք է մեր կուսակցությունը Գյումրի ընտրություններին չէր մասնակցում ուղղակիորեն, բայց մենք այդտեղ բնականաբար ձեռքերը ծալած չենք նստել, խոստանում եմ դες մենք 18-ից ենք ընդդիմություն, հասկանում եք, իմ ողջ հարգանքով ընդդիմադիր դաշտի բոլոր դերակատարների, նաև նոր ստեղծված քաղաքական ուժերի հանդեպ, բայց մենք ընդդիմություն ենք 18 թվականից։ Մենք շատ երկար կան դեպքեր, երբ որ բոլորի հետ կա կոնսենսուս, օրինակ եկեղեցում իրավիճակում կա կոնսենսուս, կարծես բոլորի։ Գրված կոնսենսուս կա բազմաթիվ հարցերով, քաղբանտարկյալների ազատության հետ կապված, Արցախի
հայության իրավունքների հետ կապված, եկեղեցուն պաշտպանելու հետ կապված, Նիկոլի հետ չհամագործակցելու հետ կապված, բայց այստեղ ուրիշ առիթով կարող ենք Նույն խոսել։ Սահմանադրության, այսինքն կան բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ ընդդիմության մի զգալի հատվածի տեսակետները նույնական են, իդեպ առանց տարբերակման պահպանողականներ են, սոցիալիստներ են, թե լիբերալներ են, հայ են։ Նիկոլեն չհայ են, հասկանում եք, այստեղ խնդիրը այն դասական քաղաքագիտության խնդիրը չի, թե ինչ է, գաղափարաբանական հոսանքի մեջ են այս կամ այն ուժերը ընդդիմադիր թե իշխանական։ Նրանք առհասարակ գաղափարաբանություն չունեն, այդ իշխանական ուժի մասին է խոսքը, եւ ջրբաժանը շատ պարզ է, հայ չհայ։ Եվ դա գենետիկան կապ չունի, կստացի որոշ դեպքերում դա էլ ավիճելի իրենց բարագայում։ Շնորհակալ եմ Ես շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրները կփոխնախագահ Արմեն Աշոտյանը, մենք քննարկում էինք ներքաղաքական խնդիրները։